QS վարկանիշավորման համակարգում ըստ ոլորտների երկրորդ հորիզոնականում է արդեն տարիներ շարունակ եւ բացի դրանից Լոնդոնի արվեստների համալսարանը անցել է իր սեփական ճանապարհը վերակազմակերպման 6 առանձին հաստատությունների աստիճանական միավորման եւ ինտեգրման ուղղությամբ եւ այդ իմաստով էլ գործնական շատ կարեւոր փորձառություն է կրում, որը մեծապես աջակցելու է մեզ նաեւ ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման գործընթացում։ Երկրորդ պայմանագիրը կնքվելու է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի հետ, որը հիմնադրված լինելով 1847 թվականին հանդիսանում է կատարողական արվեստների կրթության ոլորտում համաշխարհային առաջատարներից եւ այն եզակի հաստատություններից է, որ կրթական ծրագրեր են առաջարկում ինչպես կատարողական, այնպես էլ արտադրական արվեստների ուղղություններով։ Այս մասում օրինակ այնպիսի մասնագիտություններ են, ինչպես երաժշտության արտադրության տեխնիկական ուղղությունները, ձայնագրություն, ձայնային ինժեներիա, կենդանի ձայնի տեխնիկական կառավարում, համերգային ձայնային ապահովում, այսինքն այնպիսի ուղղություններ են, որոնք ըստ էության նաև ինդուստրիայի զարգացման համար շատ կարևոր խթան կարող են հանդիսանալ, եւ 2016 թվականից ի վեր Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիան արդեն 9-րդ անգամ հանդիսանում է այս ոլորտի վարկանիշավորման համակարգերի 6-րդ հորիզոնականում գտնվող բուհ։ Սա նշանակում է, որ այս երկու բուհերի հետ աշխատանքն էլ մեզ հնարավորություն է տալու արվեստների կլաստերի պարագայում ունենալ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բովանդակություն եւ այդ ուղղությամբ մեր կրթությունը դարձնել մրցունակ ինչպես մեր ուսանողների, այնպես էլ արտերկրի ուսանողների համար, որոնք վստահաբար կարող են ժամանել այստեղ սովորելու։ Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիան երաժշտական բաղադրիչով է աշխատանքները տանելու եւ այս մասով նախատեսում է, որ նրանց հետ պայմանագիրը կլինի մինչեւ 371.325 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամի չափով եւ Լոնդոնի արվեստների համալսարանը բոլոր մյուս ուղղություններով բացառությամբ երաժշտության բաղադրիչի, որոնք ներառվելու են արվեստների կլաստերով եւ պայմանագրի արժեքը մինչեւ 368.778 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամ է։ Համագործակցությունը նախատեսված է 3 փուլերով, շուրջ 24 ամսվա շրջանակներում եւ սա նախատեսում է, ինչպես նշեցի, հայեցակարգի մշակումը, նաեւ աշխատանքներ կարողությունների զարգացման ուղղությամբ, որտեղ շատ կարեւոր է, որ նաեւ միջազգային գործընկերների ներգրավվածությամբ մենք զարգացնենք տեղի կարողությունները։ Ըստ էության սա է բովանդակությունը, խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Տիկին Անդրեասյան, հիմա մենք այդ բուհերի գործընկերների հետ աշխատելու ենք երկու ուղղությամբ, առաջինը ինչպես արվեստի տարբեր ուղղությունների բուհերի ինտեգրման միջոցով ստանալ միասնական արվեստների բուհ եւ նաեւ կրթական ծրագրերը եւ բովանդակությունները, ուղղությունները, ֆակուլտետները եւ այլն եւ այդպես շարունակ, որպեսզի իրանք մեզ աջակցեն նաեւ եւ դրա տեղայնացումը ակադեմիական քաղաքում։ Ճիշտ եմ հասկանում։ Այո, պարոն վարչապետ, ամբողջությամբ ճիշտ եք հասկանում, այսինքն մենք թե ամբողջ կրթական բովանդակությունն ենք վերանայում եւ այստեղ ես պատահական չի, որ մի քանի մասնագիտություններ օրինակ թվարկեցի, դա նշանակում է, որ արվեստների կլաստերը կառաջարկի նաեւ կրթական այնպիսի ծառայություններ, որոնք այսօր մեր համակարգը ուղղակի չի առաջարկում, բայց որը արվեստային ժամանակակից կրթության շատ կարեւոր բաղադրիչ է եւ բացի դրանից բնականաբար ամբողջ այս կազմակերպական կառուցվածքը պետք է գծվի եւ պարզ դառնա, թե ինչպես պետք է աշխատի կլաստերը որպես մեկ համակարգ։ Այս բոլոր ուղղություններով բնականաբար միասին աշխատելու ենք, ընդ որում պիտի հիշեցնեմ, որ մենք արդեն իսկ ունենք միջազգային հեղինակավոր գործընկերներ կրթական կլաստերի ուղղությամբ, Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ պայմանագիրը ընթացքում է եւ այս օրերին էլ նրանք այստեղ են եւ աշխատանքները շարունակվում են, ու սա մեզ մոտ թե մանկավարժական կրթության, թե կրթության ոլորտի մասնագիտությունների վերափոխման ու այստեղ էլ նոր մասնագիտությունների կարիք կա, որոնք ակնհայտորեն նաև կրթության ոլորտի բարեփոխումների տրամաբանությունը պիտի ամբողջացնեն, աշխատանքները գնում են։ Պետք է հիշեցնեմ նաև, որ Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ էլ տեխնոլոգիական կլաստերի ուղղությամբ էինք աշխատում եւ այստեղ արդեն առաջին փուլը աշխատանքների ավարտել ենք։ Հենց հիմա բանակցում ենք նաև Քեմբրիջի հետ դասական կլաստերի ուղղությամբ եւ ունեմ տպավորություն, որ առաջիկայում նաև նրանց հետ պայմանագիրը կբերեն կառավարության քննարկմանը։ Այստեղ ինչն է շատ կարևոր, այս պայմանագրերի շրջանակներում մեր գործընկերները
աշխատում են ոչ միայն եւ ոչ այնքան կառավարության, որքան հենց բուհերի եւ ուսանողների հետ։ Այս շատ կարեւոր հանգամանք է։ Այսինքն նախ շատ կարեւոր է աշխարհի առաջատար փորձի հետ հաղորդակցություն ունենալը, այսինքն ինֆորմացիան եւ փորձին հասանելիություն ունենալը, բայց կարեւոր է ընդգծել, որ մեր գործընկերները այս պայմանագրերի շրջանակներում այցելում են պարբերաբար Հայաստան, մեր ուսանողների խմբերին են նաեւ մեր ներկայացուցիչներին հրավիրում իրենց մոտ եւ շատ հետաքրքիր աշխատավոճ է որդեգրված եւ ուղղակի քննարկումներ, տարբեր մտքերի փոխանակություն, նաեւ մեր ուսանողների եւ դասախոսների եւ բուհերի կարիքները հասկանալու, նրանց դիտանկյունը հասկանալու, նրանց ընկալումները ըմբռնելու, որպեսզի մենք կարողանանք տեղի առանձնահատկությունները հաշվի առնելով կարողանանք ստանալ իսկապես կրթական շատ կարող եւ գործունակ պլատֆորմ եւ Տիկին Անդրեասյան նաեւ կարեւոր է արձանագրել հիմա մեր հաջորդ քայլը ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման ճանապարհին որն է։ Մենք սկզբունքորեն որոշում կայացրեցինք, որ եթե պետք է կոնկրետ կետ նշենք, թե ինչից ենք սկսում ենք ուսանողական կացարաններից, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այսօր դա շատ հրատապ խնդիր է եւ ուսանողները կեցության խնդիր ունեն եւ նաեւ այս ուղղությամբ ինչ ենք ձեռնարկում եւ նաեւ մանկավարժական կլաստերներ առաջին փուլով պետք է մենք ակադեմիական քաղաքում ստեղծենք։ Հիմա ուր ենք հասել այս ճանապարհին։ Պարոն վարչապետ, տեխնոլոգիական կլաստերները առաջին փուլում կացարանների հետ միասին մանկավարժական կլաստերը գրեթե անմիջապես դրանից հետո կմեկնարկենք, այսինքն նույնպես առաջին փուլի օրակարգի տրամաբանությամբ է։ Մենք մոտավորապես 2 նիստ առաջ հաստատեցինք ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգը, որը ամբողջությամբ հիմնվում է արդեն մինչև այս կատարված աշխատանքների վրա եւ շատ հստակ նկարագրում է նաեւ ծրագրի իրականացման փուլերը։ Ինչպես դուք նշեցիք, դրանք առաջին կառուցման փուլում ներառում են ուսանողական կացարաններ, առնվազն 3600 ուսանողների համար, ներառում են բազմաֆունկցիոնալ մշակութային սրահի կառուցումը, որը նաև կօգնի, որպեսզի տարածքը դառնա շատ հետաքրքիր եւ գրավիչ նաև մեր քաղաքացիների համար եւ բազմազան միջոցառումների անցկացման վայր դառնա, եւ տեխնոլոգիական կլաստերի կառուցումը։ Մենք նախատեսում ենք, որ առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2030-ը մեր գործընկերների հետ քննարկման տրամաբանությամբ։ Բացի դրանից այս փուլի ընթացքում մենք իրականացնելու ենք նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված աշխատանքները։ Պետք է ասեմ, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ ակտիվ աշխատել ենք, արդեն պատրաստ է աշխատանքային նախագիծը բարձրավոր էլեկտրասյուների տեղափոխման մասով։ Իսկ կոնկրետ շենքերի եւ տարածքի բուն նախագծումը սկսել ենք արդեն։ Մենք առաջիկայում պլանավորում ենք մրցույթի դնել այս բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոնի նախագծման աշխատանքները եւ բացի դրանից զուգահեռաբար աշխատում ենք ուսանողական կացարանների ուղղությամբ, այսինքն կոնկրետ այս փուլում շինությունների հետ կապված այս երկու ուղղությամբ աշխատանքները գնում են։ Մենք նաեւ պատրաստել ենք եւ առաջիկայում նաեւ կարծում եմ կառավարության հաջորդ նիստում կլինի ակադեմիական քաղաքի շրջանակներում գնման որոշ առանձնահատկություններ հաստատելու որոշումը, որից հետո կկարողանանք մրցույթներ հայտարարել նաև ռոռոկման համակարգի հետ կապված եւ հեծի համապատասխան գծերի տեղափոխման, որտեղ բացի բարձրավոլտից կա նաև հեծի ուրեմն տիրույթում գտնվող որոշ ենթակառուցվածքներ, որոնք նույնպես պիտի տեղափոխվեն։ Պետք է հիշեցնեմ նաև, որ նախորդ տարվանից սկսել ենք տարածքի մաքրման աշխատանքները, այսինքն գետնի վրա աշխատանքի արվում։ Այո, 85 հեկտար երկրորդ փուլով կմաքրենք, նախորդ փուլում նույնպես մոտավորապես նման տարածք ենք մաքրել եւ մոտավորապես 17000 խորանարդ մետր աղբի ուրեմն հեռացում պիտի ունենանք տարածքից, այսինքն շատ ակտիվ գնում են աշխատանքները, գլխավոր հատակագիծը գտնվում է ուրեմն համալիր փորձաքննության փուլում եւ առաջիկայում նաեւ դրա հաստատման կհասնենք փորձաքննության ավարտից հետո, այստեղ էլ շատ ակտիվ աշխատում են քաղաքաշինության կոմիտեի հետ եւ կարելի է ասել, որ այս պահի դրությամբ ծրագիրը իր իրականացման ընթացքով գնում է,